Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ Մնացեք խաղաղությամբ։ Մնացած հարցերը Հարվածունու թեյի հարգելի հետևողներ, ինչպես տեսակ, իր ընտրությունը կատարեց ամենայն հայոց կաթողիկոսը, որից հետո լրագրողների հետ զրույցում իր օրհնության խոսքն ասելով նշեց, թե հանուն ինչի է քվեարկել այսօր։ Ապահով Հայաստանի, որտեղ իշխող դառնա համերաշխությունը, փոխադարձ հարգանքը, հասկացողության ոգին, Աստված պաշտությունը եւ մեր տունը պիտի շարունակի ապրել խաղաղության մեջ, մարդասիրության մեջ, աստվածքնդրության մեջ։ Դա տեղի կունենա նաև իշխող ուժի վերարտադրության դեպքում սրբազաններ, որովհետև իրենց քարոզչական նախընտրական քարոզչության մեջ քվեին խնդրում քաղաքացիներից, որպեսզի նաև վերապահ հայրապետին հանգստի կոչեն։ Ընտրությունների ընթացքում սովորաբար մարդիկ կենտրոնանում են ընտրական գործընթացի իշխանություն ունենալու, իշխանություն ընտրելու վրա։ Բայց դուք էլ շատ լավ պիտի իմանաք, որ մեզ համար, մեր վաղվա օրվա համար, ապագայի համար շատ կարևոր է, ուրեմն թե մենք ինչ հասարակություն ենք կերտում, ոչ թե ում ենք ընտրում։ Այսինքն ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո մեզ համար սկզբունքային, առանցքային հարց է, թե մենք ինչ հասարակություն ունենք։ Եթե հասարակության մեջ գերիշխեց փոխադարձ հասկացողության ոգին, ուրեմն մենք ամենալավ ընտրությունն ենք կատարել։ Եթե Աստված մի արասցե մենք չունեցանք փոխադարձ հասկացողություն, համերաշխություն,
հարգանք սրբությունների, նվիրական սրբությունների նկատմամբ մենք ինչ ընտրություններ կատարենք, մեր ընտրությունը թերի է ու պակասավոր։ Շնորհակալ